լքված շինությունները, դեգրադացվող հողերը, չմշակվող տարածքները եւ այլն, բոլոր տեսակի գործունեության մասով մենք քարտեզագրում ենք իրականացնելու այն հատվածները, որոնք հնարավոր է տրամադրել բիզնես ներդրումների համար, մենք տրամադրելու ենք կոնկրետ կազմակերպությունների զարգացման ծրագրեր իրականացնելու, տարատեսակ հնարավորություններ ստեղծելու մարդկանց աշխատանքի համար։ Դեգրադացվող հողերի դեմ պայքարը գիտական եւ տեխնիկական նորամուծությունների եւ ծրագրերի համար շատ լայն հնարավորություն։ Այս մասով մենք ամենօրյա աշխատանք ենք տանելու, որպեսզի այդ գիտական եւ տեխնիկական լուծումները կարողանանք տալ։ Առաջին հերթին հայացք ուղենք դեպի նորարարական գյուղատնտեսություն, չմշակվող հողերը կարողանանք վերադարձնել մշակվող ու դրանով նաեւ մարդուն կապենք սեփական համայնքի հետ, որպեսզի կարողանանք նաեւ այս գերկենտրոնացումից, որը մեր պետության ներսում կա, օրինակ հնայի կեսից ավելին մայրաքաղաք Երևանում է, ընդհանուր գործատուների 90%-ից ավելին մայրաքաղաք Երևանում է եւ մարզերը ուղղակի ուշադրությունից դուրս են մնում։ Անկամ այն համալսարանները, կրթական կենտրոնները եւ ամեն ինչ, որոնք որ կային մարզերում, գրեթե մեծամասամբ փակվել են կամ փակման շեմին են ու այս մասով, երբ որ մենք խոսում ենք համաչափ զարգացումից, մարզերը, գյուղերը դուրս են մնում։ Դրա հետ կապված բոլոր տեսակի խնդիրների դեմ պետք է պայքար մղվի, որպեսզի մարդը այդտեղ տեսնի հնարավորություն, այսինքն մենք ոչ թե տեսնում ենք հողերի դեգրադացում, այլ հնարավորություն դրա դեմ պայքարելու եւ դրա միջոցով զարգացման ծրագրեր իրականացնելու համար։ Բացի դրանից մի մաս էլ ասեմ, որ ժամանակակից գյուղացիական տնտեսությունների հետ կապված, որոնք որ կստեղծվեն, մենք դիտարկում ենք, որ գյուղացիական տնտեսությունները միավորվելու են, միասնական ձևաչափով են հանդես գալու, լինելու է պրոֆեսիոնալ աջակցություն այս միավորված սուբյեկտներին եւ պրոֆեսիոնալ ձևով գյուղատնտեսության արդեն իսկ նախարարությունը կամ կազմակերպությունը որոշակի գնալու է, նստելու է իրենց կողքին, հասկանալու է իրենց խնդիրները եւ ոչ թե իրենցից մեկն է կառավարելու այդ ընդհանուր միավորումը, այլ պրոֆեսիոնալ մարդը սկսելու է կառավարել ընդհանուր միավորված գյուղատնտեսական տնտեսությունները։ Ու սրա միջոցով մենք առավել մեծ արդյունք ենք ապահովելու, առավել լավ ձևաչափով կարողանալու ենք առաջ գնալ։ Դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը այդ մասին հստակ խոսել է, որ պիտի հնարավորություն ստեղծվի գյուղացուն, որ գյուղացին կարողանա իր հողը մշակի, չմշակելու դեպքում հետ վերցվի այդ հողը եւ նորից շեշտեմ, որ նա խոսել է այդ մասին ու ասում է ավելի լավ է ստեղծել կոլտնտեսություններ, որպեսզի կոլտնտեսությունը կարողանա այդ հողերը մշակի, որովհետեւ մեր իրականից դուք ճիշտ եք նկատել, որ շատ հազարավոր հեկտարներ Հայաստանում հողերը չի մշակվում եւ դրա արդյունքում գյուղացին սնանկանում է եւ գյուղացին թողնում է իր հողը կամ ավելի էժան գներով վաճառում ու գնում է քաղաք ապրելու։ Իսկ դրա համար պետք է պայմաններ ստեղծել գյուղացու համար, թեկուզ նորից եմ ասում, կոլտնտեսություններ ստեղծել, որպեսզի մարդիկ գնան աշխատեն, իրենց գումարը վերցնեն եւ պետությունը պիտի հոգա, որ այդ կոլտնտեսությունը կարողանա իր մթերքը մթերի կամ արտահանի այլ երկրներ։ Սա նորից ու նորից պետության խնդիր։ Հողերը մշակելի դարձնելու համար այդ իմ ասած ոռոգման խնդիրը կա, ոռոգման համակարգը պիտի բարելավվի եւ եկամտաբերությունն է պակասում։ Հիմա տեսեք, եթե ինչ-որ ձև անդրադառնանք նաև ապահովագրության մասին, որը նաև թեկուզ գյուղատնտեսության ապահովագրությունը տեսականորեն գործում է, բայց եթե խորանում ենք ապահովագրական ծրագրի մեջ, ինչն են ապահովագրում։ Ապահովագրում են ոչ թե քո բերքիդ կորուստը, ինչքան դու բեր, այլ ապահովագրում են կատարած ծախսերը, որը շատ քիչ է իրականում, եթե մի քանի տարվա ընթացքում ես որպես գյուղատնտեսությամբ զբաղվող մարդ, իմ բերքի կորուստ ունենամ եւ ընդհանրապես պետությունը կամ ապահովագրությունը ինձ փոխհատուցի, այն ոչ ամբողջությամբ իմ կատարած ծախսերը։
իմ վարկային պարտավորությունները չեմ կարողանալու կատարել, իմ ծրագրերը, վերջը կենցաղան տանիք, պահել, տան, սոցիալական խնդիրներ, այս դեպքում խնդիր է առաջանում։ Հիմի ես ինչի եմ սա կարևորում, համեմատության մեջ եկենք դնենք ավտոների ապահովագրություն, մեքենաների ապահովագրություն։ Հիմի եկեք սկսենք պատկերացնենք, եթե մեքենաների ապահովագրական ընկերությունը գա մեքենայի սեփականատիրոջն ասի, ես ապահովագրելու եմ ոչ թե քո վնասը, որ դու ավտովթարից ունենալու ես, այլ քո կատարածը ծախսերը, այսինքն փոխածը յուղը, փոխածը անտիֆրիզը կամ ակումուլյատորը, որ մի ավտո մեքենայի սեփականատեր կնքի պայմանագիր, ոչ մեկ։ Հիմի նույնիսկ գյուղատնտեսությունն է, ինչու դուք չեք ապահովագրում իմ բերքի կորուստը, ապահովագրում եք ընդհանրապես կատարած ծախսերը։ Մի քանի տարի ծախս կատարելուց, ես արդեն չեմ, այս տարի չեմ ապահովագրել նաև այդ պատճառով։